Նույն 24 թիվին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է գյումրեցի ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանը։ Բարև ձեզ, պարոն Պողոսյան, շնորհակալ եմ այսօր ընկալվելու համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանին դատավորը դատապարտեց 2 տարի ազատազրկման, ինչ բացատրություն ունեք, 3 ամսում արագ դատավարություն ընթացավ եւ որոշվեց, որ պետք է դատապարտվի 2 տարի։ Գիտեք, այդտեղ որևէ բացատրություն չի կարող լինել, բացառությամբ մի բան է, որ Փաշինյան Նիկոլը իր մոտ արդեն կատաղությունը երևի հասել է ամենավերջի ստադիաներին եւ ինքը այլևս իրեն ամեն ինչ է թույլ տալիս, այդ թվում հենց վրեժխնդրություն։ Ես չեմ համարում, որ այս դատավարությունները, որոնք միտված են ընդդիմադիր գործիչների իրեն քննադատողների դեմ, դրանք դատավարություն չեն բացարձակապես, ինքս անցել եմ այդ ամեն ինչի միջով շատ լավ գիտեմ, դրանք ուղղակի վրեժխնդրություններ են եւ երբ որ մարդուն ձերբակալում են, այդ պայից սկսած մարդուն սկսում են պատժել։ Ու սա նոր չի սկսվել, սա արդեն մի քանի տարի է Հայաստանում դարձել է ընդունված պրակտիկա։ Բայց Միքայել Սրբազանից ինչ վրեժխնդրություն է ուզում լուծել։ Ես իմ Facebook-յան գրառման մեջ էի ասել, Միքայել Սրբազանի միակ մեղքը նա էր, որ ինքը հայ է։ Եվ հայ լինելով հանդերձ նաև պայքարում էր իր հայկականության եւ առհասարակ հայկական շահի համար։ Այսինքն միակ խնդիրը այստեղ սա էր։ Ուրիշ բան, եթե մենք փորձենք այստեղ գտնել, իրականում անմտություն է, որովհետեւ տեսեք, մարդը տարիներ առաջ այդ հայտարարությունը արել էր, դրանից հետո այն հայտնի իրավապաշտպան չեմ հիշում տանջիկը, այլ դիմել էր դատախազությունը դերից կար, որ հանցակազմ չկար, հետո նորից այս մարդը նման այն որ ավելի շուտ ինքն իր հայտարարությունը կրկնեց եւ առհասարակ տեսեք բռնության կոչ կամ ադելության խոսք տարածելուց, երբ որ մարդուն տանում են քրեական պատասխանատվությամբ պետք է հաշվի առնեն նաև այն հանգամանքը, արդյոք այդ խոսքը որևէ կերպ կարողացել էր ազդեցություն ունենալ հասարակության վրա։ Իսկ մենք գիտենք, որ որևէ մեկը Հայաստանում զինված հեղաշրջման փորձ չեն մտածել, այսինքն իրականում դա ուղղակի մարդու հուզմունքային է, այսպես պահին հուզմունքի մեջ արտահայտված ինչ-որ խոսքեր եւ յուրաքանչյուրն էլ շատ հաճախ այդ հուզմունքի մեջ նմանատիպ խոսքեր արտահայտում է։ Փաշինյանն էլ ավելի շատ է արտահայտել։ Եթե այդ նույն տրամաբանությամբ, ասենք, կարող էին Սրբազանին տանել եւ դատապարտել 2 տարի ազատազրկման, ինձ թվում է շատ վաղուց օրինակ են դատարանները փակելու ժամանակներից սկսած 2017 թվականից անընդհատ քրեական գործեր հարուցում էր Փաշինյան Նիկոլի դեմ եւ ինքը պետք է այս ընթացքում շատ ավելի վաղուց ինքը պետք է բանդերում լիներ։ Այսինքն սա, գիտեք, այսպես ասեմ, Հայաստանում այլևս կարևոր չի դու ինչ ես անում։ Եթե որոշեցին, որ որևէ մեկին պետք է տադեն, ուղղակի դադար կա 4 վարմատ թղթի տակ կարող է ստորագրեն եւ տանեն այդ մարդուն նստեցնեն։ Իդեպ դատավարությունը շատ արագ տևեց, 3 ամսում։ Որովհետև ինքը դրանով ուզում էր մեսիջ ուղարկել բոլորին, այդ թվում եկեղեցականներին, առավել եւս որ մենք գիտենք ինքը արդեն տևական ժամանակ է այսպես տարբեր ճանապարհներ է փնտրում եկեղեցու ներսում հայտնվելու, քայքայելու, կաթողիկոսին հեռացնելու ճանապարհներ ինքը եւ փորձեց սրանով նաեւ որոշակի մեսիջներ ուղարկել հենց եկեղեցականներին, որ այդ տեսեք շատ չխոսեք, խելոք հնազանդ կլինեք, որովհետև ես եմ արդեն հայտարարել եմ, որ Քրիստոսը ես եմ եւ պետք է ենթարկվեք ինձ։ Այսինքն սա դասական բռնապետության հերթական դրսևորումներից մեկն էր եւ ցավոք սրտի այդ կատաղությունը 5 օրը ավելի է սաստկանում եւ այստեղ չգիտեմ Եվ ինչ է կարծում եմ նույնիսկ բժիշկները այլևս անզոր են, ես չեմ կարող ասել այս պարագայում ինչ է սպասում, որովհետև ցանկացած գործողություն այսօր Հայաստանում հղի հենց նման ռեպրեսիաներով բացառությամբ միայն այն դեպքում, եթե հնարավոր լինի հասարակությանը ակտիվորեն ներգրավել փոխոցային պայքարի մեջ եւ գնալ օրինական ճանապարհով, օրինակ իմպիչմենտի գաղափարը առաջ տանելու, որովհետև միակողինական գործիքը այս պահին դա է, բայց դա չի կարող լինել միայն ազգային ժողովում, դա պետք է նաև հանրության աջակցությամբ լինի, փողոցի աջակցությամբ լինի, հակառակ դեպքում այս մարդը մեծ հաճույքով կրակել էլ կտա բոլորի վրա, մենք դրա նախադեպերն արդեն ունենք, այսինքն ինքը բացարձակապես խնդիր չունի մարդ սպանելով, ինքը բացարձակապես
կարմիր գծեր չունի, ինքը pedagogical նկատմամբ որևէ հոգացություն չունի, այսինքն ինքը պատրաստ է ամեն ինչ զոհաբերել հանուն նրա, որ ինքը լավ ապրի։ Ունենա իր կորտեջը, ունենա իր բոլոր, այսպես ասած, իր միսը, որ կարողանա տակացնի կրակի վրա եւ ուտի, այսինքն այդ մարդը ինքը այլևս շատ վտանգավոր է։ Իդեպ տեղեկություններ կան կամ խոսակցություններ կան, որ հաջորդը Վարդան Ղուկասյանն է լինելու, նրան են կալանավորելու։ Ես չեմ զարմանա, իրականում չեմ զարմանա, եթե վաղը մյուս օր տեսեք, օրինակ համացանցում շատ կան տեսանյութեր, որտեղ երեխաները մանկապարտեզի, ասենք, գուցե մի քիչ հումորով ենք նայում, բայց ճիշտ կերպով արտահայտվում են Փաշինյանի նկատմամբ։ Ես չեմ զարմանա, եթե այդ երեխեքին է վաղը մյուս օր ձերբակալեն։ Այ տեսեք, Միքայել Սրբազանի ձերբակալությունը դա իսկապես վերջն էր։ Ես չգիտեմ, տարածաշրջանում չեմ հիշում վերջի 30 տարվա մեջ մի դեպք, որտեղ հոգևորականեն այսպես անհետետ ուղղակի վրեժ լուծեն։ Իսկ հակազդեցությունը բավարար էր կարծում եք։ Ոչ։ Ինչու այդ հակազդեցությունը շոշափելի չեղավ եւ սա մեսիջ լիներ նաեւ իշխանություններին։ Գիտեք, այստեղ խնդիրները չափազանց շատ է, որովհետեւ այսօր նախ այդ ամեն ինչի նախաձեռնողը ավելի շատ պետք է լինեին նրա, այսպես ասած, թիմի ներկայացուցիչները եւ հենց հոգևորականները, ես այդ մասով շատ զրույցներ ունեցել եմ, պես դատարանում մասնակցել այլ էր, այս արդեն ես կարող եմ շատ բաներ, օրինակ միջև այս շրջանը չէի կարող ասել, հիմա կարող եմ շատ բաների մասին ավելի անկեղծ խոսել, օրինակ այդ նույն ընթացքում ես 1000 անգամ առաջարկել էի, որ եկեք ձեր ակցիաները, ձեր գործողությունները մենք էլ միանանք, իրենք ավելի նպատակային լինեն, որովհետև միայն դատարանի մոտ հավաքվելով կամ միայն դատարանի դահլիճում նստելով դուք բացարձակապես որևէ հարց չեք լուծում, իսկ այս մարդը կնում է ուղղակի Սրբազանին բանդարգելու, ավելին ասեմ, չեմ ուզում էլի այսպես չարագուշակ նոտաներ անեմ, բայց ես նույնիսկ ամենասկզբում ասել էի, որ ինքը նույնիսկ կփորձի բանդում սպանել Միքայել Սրբազանին։ Օրինակ այդ նույն ընթացքում Փաշինյան Նիկոլը եկավ Գյումրի, գնաց թատրոնի շենքում, իր կնոջ հետ ինչ-որ կապիկություններ արեց, կրթական, չգիտեմ, կրթել են Նորաձևի եւ այլն։ Այդ ընթացքում ես առաջարկել էի հենց նույն քահանաներին, առաջարկել էի, ասեցի, եկեք բոլորով հավաքվենք ամբողջ Գյումրիից, ինչքան հնարավոր է մարդկանց ներգրավենք, լուռ ակցիա, որովհետեւ մեզ այլ բանի մեկ չմեղադրեն, բայց այ ինքը չկարողանա հանգիստ մնել թատրոն։ Ուղղակի կարելի է Սրբազանի նկարները վերցնել, կանգնել աջ ու ցախ կողմերում եւ թեկուզ այդպես իրեն ճնշել, որովհետեւ ինքը չունի այդ, այսպես ասեմ, ինքնասիրությունը, արժանապատվությունը, որ իր վրա կորած եւ ինքը ճնշվի։ Ու իրամդի լավագույն դեպքում ինչ-որ տեսողական պատկերներով կամ նման իրավիճակներում դու կարողանաս իրեն ճնշես եւ միաժամանակ նաեւ ցույց տաս թե լրատվությանը եւ թե արտաքին աշխարհին, որ այս ամեն ինչը համաձայն չես։ Իսկ ինչու չարեցին, ես այդ ինչուների պատասխանը, եթե ունենամ, ես նաև կկարողանամ պատասխանել, թե ինչու հասարակությունը ոտքի չկանգնեց, երբ Արցախը հանձնեցին։ Իսկ Արցախը հանձնելուց հետո ես հավատացեք էլ որևէ բան ինձ չի զարմացնում։ Այդ թվում նույն Սրբազանների կամ Աստվածաշանի վաղը մյուս օր կաթողիկոսի ձերբակալությունը ու մարդկանց անտերբերությունը արդեն ինձ չի զարմացնի։ Կարծում եք, որ շարունակական բնույթ կկրի եւ սա կաթողիկոսին հեռացնելու գործընթացի մի մասն էր։ Քանի Փաշինյանը կա, անընդհատ ձերբակալությունները լինելու են եւ միակ բանը, որը ես այսպես ասեմ, ասված եմ կանչում նաեւ, որ վաղը մյուս օր մեծ դատապարտելուց գոնե Երևանում դատապարտեն։ Չլցնեն ենթադրենք գնացքի վագոններն ու Թրամփի ուղիով հասցնեն Բաքու։ Այսօր սա էլ արդեն սարսափելի։ Նույնիսկ դա կարող է լինել։ Միանշանակ ես հավատում եմ, ավելին ցես ասեմ, ես վստահ եմ, որ 26 թվականին, եթե մենք հիմա այս ընթացքում որևէ բան չարեցինք եւ Փաշինյան Նիկոլը ինչ-ինչ ճանապարհներով կարողացավ նորից վերարտադրվել, իսկ ընտրությունների դեպքում այդ հավանականությունը չափազանց մեծ է, իր հաջորդ քայլերը դա է լինելու։ Հիմա օրինակ եթե այս ձերբակալությունը եղավ եւ այսպես հանգիստ կարելի ասել ընդունվեց, ինչպես դուք եք ասում, առանձնապես բողոքի ակցիաներ տեղի չունեցան, միայն քննադատող հայտարարություններ, ինչ է իրեն խանգարում, որ կաթողիկոսի հեռացման գործընթացը մեկնարկի, Բագրատ Սրբազանի գործի հետ կապված հստակ որոշումներ, վճիռներ կայացվեն։ Որևէ բան չի խանգարում եւ ինքը հստակ է դա ամեն ինչը տանում է առաջ։ Ցավոք սրտի։ Ցավով արձանագրենք։ Եվ եթե այսօր ինքը չի հարձակվել եկեղեցու վրա, Սուրբ Էջմիածնի վրա, Մայր տաճարի վրա, նշանակում է դեռևս իր ցուցակում այլ մարդիկ կան։ Ինքը հերթականությամբ իր ծրագիրը շատ լավ իրականացնում է, իսկ իր ծրագիրը ամբողջովին երկիրը այսպես
գլխադելն է։ Այ ես անցած օրը լրատվականներից մեկի հետ նույն բանը խոսելից այսպեսի դիտարկում եմ արել, որը կուզանամ նաև ձեր մոտ ասել։ Նիկոլ Փաշինյանը գործում է նույն կերպ, ինչպես գործել են 20-րդ դարաշրջանի երիտասարդ թուրքերը։ Տեսեք, այնտեղ է ցեղասպանությունից առաջ ինչ արեցին։ Առաջինը պատերազմի, այսպես հավաքագրման, պատերազմին մասնակցելու հավաքագրման անվան տակ հավաքեցին բոլոր տղամարդկանց։ Չէ, հետո հայ տղամարդկանց հույներին նաև շատ տեղերում առանձնացրեցին այդ գումարտակներից, դուրս բերեցին ու սպանեցին։ Այսինքն զրկեցին ժողովրդին պաշտպանող ձեռքից։ Հաջորդ քայլով արդեն անցան մտավորականությանը։ Այ Փաշինյանը ինքը առաջի քայլը այլևս հաղթահարել է։ Ինքը ուղղակի կարողացավ 44-օրյա պատերազմի ընթացքում, հետագայում արդեն 21 թվականին, 22 թվականին, 23-ին Արցախը հանձնելով ինքը ինչ արեց, ամբողջապես մեր պաշտպանությունը ինքը արմադախիլ արեց։ Բանակը որպես այդպեսին ինքը դարձրեց, չգիտեմ, իր համար ուղղակի ինչ-որ ձևական մաս ապահովող կառույց։ Այդ տղաներին ինքը այդպես շատ անկեղծ ինքը ասում է, որ ես կարող էի այս բոլոր գործողությունները անել առանց պատերազմի, միևնույն է նորից Արցախը դիտայինք, բայց մարդ չէր մեռնելու։ Իսկ իրեն պետք էր որ մարդ մեռնի, որովհետև այդ տղաները հենց այն տղաներն էին, ովքեր կարող էին պաշտպանել երկիրը, թե դրսից, թե ներսի վտանգներից։ Եվ ինքը առանձնացրեց այդ տղաներին, ոչնչացրեց, սպանեց, ցավոք սրտի։ Եվ հիմա ինքը արդեն հասել է երիտթուրքական երկրորդ քայլին, արդեն ինքը սկսել է մտավորականությունը ուղղակի գլխադել։ Այ ինքը այսօր ոնց որ վարվում է եկեղեցու հետ, նույն ձևի երիտթուրքերն են վարվել։ Այ վաղը մյուս օր հենց նաև այն մտավորականներին, որ թեկուզ հիմա մի քիչ նեյտրալ են, դուք կտեսնեք, որ կսկսի նրանց գլուխները ջարդել, ինչպես ասենք Դանիել Վարուժյանի գլուխը ջարդեցին, չէ՞, կամ Զորաբի գլուխը ջարդեցին, կներեք։ Դանիել Վարուժյանին ավելի ծանր հետևարվեցին։ Այսինքն ինքը նույն գործողություններն է իրականացնում։ Մենք այսօր վերապրում ենք ցեղասպանությունը։ Ու նույն ինչպես այն ժամանակ էր, հա, ասենք Զեյթունում կարող է կոդորազներ լիներ, Վանում մարդիկ ուղղակի սուրճ վայել է, ցավոք սրտի նույն բտածած վիճակն է այսօր էլի մեր հասարակության մեջ է։ Այ միտեղ ֆեստիվալներ են անում, մյուս տեղերը տոներ են անում, իսկ օրինակ Եռաբլուր, երբ որ մտնում ես, սիրտդ պայթում է։ Առաջարկով եք հանդես եկել, որպեսզի հոկտեմբերի 6-ը հռչակվի որպես ուրացման օր, հաջորդ իշխանություններին եք առաջարկում, որ երբ որ իշխանափոխություն լինի, այդ օրը ուրացման օր հռչակվի, քանի որ Փաշինյանը Պրահայում այդ օրն է Արցախը ճանաչել Ադրբեջանի կողմում։ Գիտեք, այո, ես դա ոչ միայն դա, առհասարակ եթե դա Աստված, ես դեռևս հույս ունեմ, որ մենք կարողանանք բոլորով երկիրս իրավիճակից դուրս բերել, իշխանափոխություն իրականացնել եւ կրկին այսպես ռեստարտ ապրել, այդ ժամանակ մենք ոչ միայն այդ օրը, այլ Փաշինյանական ռեժիմի յուրաքանչյուր օրը, յուրաքանչյուր գործողությունը պետք է տանք համապատասխան գնահատական, որովհետեւ շատ երկար տարիներ, տասնամյակներ, գուցե հարյուրամյակներ չկրկնվի այն, ինչը կրկնվել է։ Եվ հետևաբար նրա հանցանքների մեջ այսպես ծանր հանցանքներից մեկը ես հենց համարում եմ հոկտեմբերի 6-ը, երբ որ ինքը Պրահայում գնաց եւ շատ անակնկալ կերպով, շատ շատերին համար անակնկալ ձևով ինքը Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմ։ Եվ դրանից անմիջապես հետո մենք ունեցանք 9 ամիս բլոկադա, դրանից հետո կարճաժամկետ, բայց այժմալի պատերազմ, ունեցանք գաղթ եւ վերջնական Արցախի անկում։ Եվ սրանով իսկ նաեւ հիմք դրեց Հայաստանի Հանրապետության քայքայմոնը։ Այնինքն որ այսօր ասում է 4-րդ հանրապետություն ստեղծենք, ինքը այդ գործընթացը, քայքայման գործընթացը սկսել է շատ ավելի վաղուց եւ կարևոր այսպես ստարտերից մեկն էլ հենց հոկտեմբերի 6-ն էր։ Եվ մեր պատմության մեջ իսկապես այդ օրը պետք է մնա ուրացման օր եւ չգիտեմ այդ օրը քաղաքացիների ինչպիսի վարկագիծ կդրսևորեն օրինակ Մելիք Ֆրանկուլի օրինակով ինչ-որ բան կանեն, թե չգիտեմ չինական ինչ-որ օրինակներով չեմ կարող ասել, դա այս դեպքում իրական չի, բայց կարևոր է որ վաղը մյուս օր Հայաստանում նոր ծնված երեխան արդեն իսկ հասկանալ, որ ուրանալը, առավել եւս հայրենիքի ուրանալը դա ամենածանր հանցանքն է։
Դու կարծում եք իշխանափոխություն կլինի, թե ոչ ընտրությունների միջոցով, ինչ հնարավորություններ կան, խոսեցիք իմպիչմենտի մասին։ Ես բացառում եմ խոշոր հաշվով, այսպես ասեմ, ես չեմ պատկերացնում ընտրությունների միջոցով որևէ իշխանափոխություն տեղի ունենա։ Առհասարակ, տեսեք, օրինակը շատ եմ բերել, սիրով նաև ձեր հետ կիսվեմ։ Նույնիսկ ենթադրենք Փաշինյանը հավաքեց 10%։ Ինչ դուք մտածում եք, որ ինքը կունենա այնքան այսպես արժանապատվություն, որ հակառակորդների ձեռքը կսեղմի եւ կհեռանա։ Որևէ մեկը պատկերացնում է, որ Փաշինյանը ուղղակի ելնի քաղաքակիրթ մարդունման, նորմալ մարդունման։ Իսկ ինչ պետք է անի, եթե ձայներ չստանա։ Իր եղբայր ադրբեջանցիներին, թուրքերին կհրավիրի Հայաստան։ Նախ ինքը դրա, այսպես ասած, կներեք բարես համար Ստրախովկեն արդեն տեսավ վերջերս ընդրական օրենսգրքում փոփոխություններ անելով, չէ՞, որտեղ ինքը շատ նուրբ խորամանկ մի կետ է մտցրել, որ ընտրությունների արդյունքները կչեղարկվեն, եթե մինչև վերջնահաշվարկի ավարտը երկրում արդակարգ դրություն հայտարարվի։ Իսկ իր համար արդակարգ դրություն հայտարարելը ընդամենը րոպեների հարց է։ Բավական է մի երկու խումբ բանը Երևանում մի քանի մեքենաներ այրեն ու արդեն եղավ, որ ընտրությունների արդյունքները չեղարկվեց եւ հետաձգվեց ինչ-որ X ժամանակահատվածով։ Չհաշված ինքը ամեն ինչի է ընդունակ։ Ինքը մեծ սիրով Հայաստանը ամբողջապես ասես կհանձնի թուրքերին, ադրբեջանցիներին, բայց ոչ մի դեպքում կառավարության շենքը չի հանձնի հայ մարդկանց։ Այդ դեպքում ինչպես պետք է հասնել իշխանափոխության, իմպիչմենտը ինչ հնարավորություններ ունի, այսօր ազգային ժողովում անվստահություն հայտնելու այդ գործընթացի հայտարարություններ եւ մենք տեսանք ԿՊ պատգամավորների հաստատական որոշումը, որ չեն միանալու։ Ուրեմն մենք պետք է նաեւ ինքներս յուրաքանչյուրս մեր կողմից հստակ աշխատանքներ տանենք հասարակության հետ, ինչը եւ արել ենք երկար ժամանակ դուք ձեր խոսափողով մենք մեր ունեցած հնարավորություններով եւ առաջիկայում կարծում եմ բավականին լուրջ ժողովրդական ընդվզում պետք է ապահովենք, ինչն էլ պետք է ստիպի հենց այդ նույն ԿՊ-ական պատգամավորներին, որովհետեւ իրենք միանան այս գործընթացին։ Ի սկզբանե, երբ որ խոսում էր իմպիչմենտի գործընթացի մասին, բնականաբար որևէ մեկը չէր էլ ակնկալում, որ հա ԿՊ-ականները դեսպես տրոշակը վերցնեն ու վազելով կան միանալու։ Իհարկե դա գործընթացը իհարկե ունենալու է իր բոլոր դժվարությունները, բայց ինքը անհրաժեշտ գործընթաց է եւ միանշանակ այդ գործընթացում մենք պետք է կարողանանք ներգրավել բոլորին։ Այսօր մեր բոլորի կերխնդիրը պետք է լինի միայն դա, եթե մենք մնացել ենք Հայաստանի Հանրապետությունում, ապրում ենք, եթե ուզում ենք այստեղ մեր ապագան ստեղծել, ուզում ենք առաջ նայել, մենք այսօր պետք է յուրաքանչյուրս պատրաստ լինենք նաեւ լուրջ կռիվ տալու։ Եթե փողոցում շատ մարդ հավաքված լինի, դա կազդի է ԿՊ-ականների որոշման վրա։ Կարծում եմ, այո։ Առավել եւս, եթե օրինակ այդ նույն մարդիկ սկսան հավաքվել ԿՊ-ական падգամավորների շենքերի մոտ։ Ինչպես օրինակ 18-ից։ Բայց դա կտա հնարավորություն Փաշինյանին կալանավորել շատերին եւ ջլատել ընդդիմությանը։ Եվ այդ դեպքում վերջին հաշվով Փաշինյանը կալանավորելու հնարավորություններն էլ անսահմանափակ չեն։ Մի բան է, երբ որ ինքը տեսեք լավագույն օրինակ է տարվա եթե բերենք, ինքը չկարողացավ Միքայել Սրբազանին կալանավորել, որովհետեւ Սուրբ Էջմիածնում մենք տեսանք քահանաների եւ նաեւ հասարակության այսպես ակտիվ ընդվզումը եւ դա իրեն իրականում վախեցրեց։ Եվ եթե այսօր հասարակությունը իսկապես ընդվզի, ես կարծում եմ, որ կան բոլոր նախադրյալները, որովհետեւ մենք կարողանանք հասարակությանը տանել հստակ օրինական սահմանադրական ճանապարհով ընդվզումների, ինքը որևէ բան չի անել։ Հենց այդ նույն ոստիկանության աշխատողները վերջին հաշվով իրենց մեջ էլ հայ մարդիկ շատ են։ Հենց հոգով հայերի մասին է խոսքը։ Եվ մի բան է, երբ որ իրենց փողոցը հանեն ընդամենը մեկ անպաշտպան, չգիտեմ, քահանայի ձերբակալելու, մի բան է, երբ որ իրանք դուրս կգան հազարների առաջ։ Ես վստահ եմ, որ իրանց գերակա շրող մասը ուղղակի ծառայությունը չի կատարելու։ Բայց արդյոք այդ հազարավոր մարդիկ պատրաստ են դուրս գալ։ Այն մարդիկ, ովքեր այսքան ժամանակ դուրս են եկել 3 պայքարների ժամանակ, հիմա 4-ին դուրս կգան։ Իհարկե։ Որովհետև այստեղ որակապես լրիվ այլ պայքար է առաջարկվում։ Այստեղ կոնկրետ գործընթաց է առաջարկվում։ Ես չեմ ուզում որևէ պայքար իր արժեքով ավելի բարձրացնել, մյուսը ցածրացնել, չէ, բացարձակապես այդ խնդիրը չունեմ, բայց օրինակ նախորդ ժամանակահատվածներում, նախորդ պայքարների ժամանակ, ինչպես դուք ասացիք, գործընթացից առանձնապես գործընթաց չկար։
գոնե քայլերի հերթականություն չկար եւ որևէ մեկը տեղյակ չլինելով քայլերի հերթականության, միևնույն է մենք դուրս եկանք փողոց եւ մեր աջակցությունը մեր սատարումը բերեցինք այդ շարժումներին։ Իսկ այստեղ արդեն հստակ նաեւ գործընթացն է առաջարկվում։ Այստեղ քայլերի հերթականություն կա եւ իմ կարծիքով, երբ որ առաջիկայում նաեւ այդ քայլերի հերթականությունը կհայտարարվի, սա հասարակության մեջ բավականին լուրջ լայն ընկալում կունենա։ Իդեպ Գյումրի օրներ շաբաթ օրը եւ դուք հայտարարությամբ եք հանդես եկել, կոչ էի կարել, որպեսզի բեմը վերածվի հանրահավաքային հարթակի պաշտպանություն Միքայել Սրբազանի եւ հրապարակից հստակ վերջնագիր ներկայացվի օրվա կառավարիչներին եւ վերջ դնել անարդարությանը եւ եկեղեցու հալածանքներին, բայց այդպես չեղավ փաստորեն։ Այո։ Ինչու՞։ Տարիներ առաջ երևս շատ ջահել էի, բանակից հետո աշխատում էի գերմանական մի ծրագրում։ Տեղական, այսպես ասած, տնտեսության վերլուծություն էինք անում եւ բոլոր մրցակցային առավելությունները հաշվի առնելով նաեւ տարածքներին որոշակի ծրագրեր էինք առաջարկում տնտեսական զարգացման համար։ Մեր անմիջական ղեկավարը կին էր Հելեն Ցիշանկ, մենք Լենա ենք ասում, Գյումրիում, երբ որ այդ ծրագիրը իրականացրեցինք, մի ամիս ինտենսիվ աշխատելուց հետո, այսպես մեր Լենան շատ այսպես հուսահատ նստեց հերթական ճաշկերուց հետո եւ ասաց ձեր մոտ չի զարգանալու տնտեսություն եւ առհասարակ ոչ մի բան։ Ես նեղվեցի, ասի ինչի, ասաց որովհետեւ ձեր կինասները չափազանց շատ են եւ չափազանց երկար։ Փորձեմ այդպես պատասխանել։ Ցավոք մենք ավելի շատ սովորել ենք երկար ճառեր ասելուն, գեղեցիկ ճառեր, լայքեր հավաքելուն, քան կոնկրետ գործընթացներ իրականացնելուն։ Բայց այսպեսի կարծիք էլ կա, որ ընդդիմությունը անդադ վատ բաներից է խոսում, խնդիրներից է խոսում, դժվարություններից է խոսում եւ կարեւոր է նաեւ որպեսզի այսպեսի ուրախ տրամադրություններին մասնակցի, որ հասարակության մոտ այդ վատ տրամադրությունը չձևավորի։ Տեսեք, գոյություն ունի քաղաքական օրակարգ, դու կամ գնում ես ռեալ օրակարգով, ինչ կա, դու դա ես ասում եւ դրա կռիվ ես տալիս, կամ դու գնում ես սդելով, սուտ խոսելով, ինչպես Փաշինյան Նիկոլը եկավ իշխանության։ Հիմա մենք յուրաքանչյուրս մեզ հարց պետք է տանք, մենք գալիս ենք իշխանություն ժողովրդին խապելով, թե մենք գալու ենք իշխանության ժողովրդը ռեալ ներկայացնելով մեր իրավիճակը եւ ապագա անելիքները։ Ապագա անելիքները ներկայացվում է, բայց արդյոք եմ անկեղծությունը։ Իհարկե ներկայացվում է։ Եվ ո՞րն է լինելու ապագա անելիքները։ Տեսեք, ես բոլորի փոխարեն չեմ կարող ասել, որովհետեւ օրինակ քաղաքական որոշակի շրջանակներ իրենք ավելի շատ խոսում են տնտեսական զարգացումների մասին եւ գուցե իրենց մոտ հենց դա է շատ լավ ստացվում եւ շատ նորմալ է։ Կան նաեւ քաղաքական շրջանակներ, ովքեր բացառում են առանց Արցախի Հայաստանի Հանրապետության գոյությունը եւ բնականաբար այստեղ կարեւոր է նաեւ հենց այդ ռևանշին պատրաստվելը։ Օրինակ ինքս ես հենց այդպես եմ համարում։ Կան նաև օրինակ քաղաքական ուժեր, ովքեր ասում են, թե Արցախի վաճառքից մեզ փող չհասավ, գոնե այս մեղրեի վաճառքից կանք իշխանություն վերցնենք կամ ազգային ժողովում մի հատ լավ խմբակցություն այդտեղից ինչ-որ բանի հասնենք։ Այսինքն ամեն մեկը իր յուրովի տարբերակն ունի եւ հետեւաբար ես չեմ կարող որևէ մեկի փոխարեն ասել, բայց այսօր ժողովրդին ավելի շատ հուզում է այն հանգամանքը, որ ինքը ոչ թե խապված լինի, բայց գեղեցիկ ասֆալտի վրա ապրի։ Այլ ինքը թեկուզ ապրի քարկոդված փողոցում, բայց ինքը ունենա իր արժանապատվությունը եւ ինքը ունենա նաեւ իր ապագայի տեսլականը։ Իսկ այդ ապագայի տեսլականի մեջ ես վստահ եմ կա նաեւ ռևանշիզմի գաղափարը։ Բայց Հայաստանը ունի այդ հնարավորությունները գնալ եւ Արցախը հետ բերել։ Իհարկե ունի։ 90-ականներին ուներ, որ գնաց այդպես։ Նույնիսկ եթե Փաշինյանը Պրահայում ճանաչել է Արցախ-Ադրբեջանի կազմում։ Իսկ ով է Փաշինյանը։ Վաղը մյուս օր, որ Հայաստանում իշխանություն փոխվի եւ սկսվի մի հատ քրեական գործ, այդ քրեական գործի շրջանակներում, եթե մենք հիմա տեղյակ ենք, որ ինքը, չգիտեմ, մի 10 հանցանք է իրականացրել, ես վստահ եմ, որ այդ թիվը մի 100 անգամ կբազմապատկվի։ Բայց իշխանությունը վստահ է, որ իրենք վերարտադրվելու են, 50-ից ավել ձայն են ստանալու։ Ընտրությունների տարբերակով ես էլ եմ վստահ, որ ինքը կվերարտադրվի։ Ես չեմ կարող ասել ինքը ինչքանով կվերարտադրվի, բայց ես վստահ եմ, որ ինքը իշխանություն չի հանձնելու։ Ուղղակի ընտրություններով քաղաքակիրթ ձևով այդ մարդու մեջ ընդհանրապես քաղաքակրթության որևէ բաղադրիչ չկա, իր փոքրուց այսպես ծնված ժամանակներից այդ մարդը անկիրթ չեմ ուզում ոչ եթերային բառեր ասել, բայց այդ մարդու մեջ այսպես տադս ասում էր մարդու հոտ չի գալիս վրից։ Այս մարդը չունի որևէ քաղաքակրթության ինչ-որ բաղադրիչ, այդ մարդուց մենք ոնց ենք ակնկալում, որ ընտրություններն ավարտվի, ասի շնորհակալ եմ, շնորհավորում եմ, ես գնացի, հա թոշակի Ինքը շատ լավ գիտի, որ ինքը չի կարող թոշակի գնալ, ինքը շատ լավ գիտի իրեն ինչ է սպասում, մենք
Դա ուղղակի բայց եթե անգամ ընդդիմությունը կոնսոլիդացվի, այդ դեպքում եւս Փաշինյանի հնարավորությունները տեսեք, լավ, ես ինձ նշեք մեխանիզմները։ Փաշինյանը հավաքեց 10% եւ չտվեց իշխանություն։ Ինչ ենք անելու մենք։ Ես չեմ ասում առանձնացում որը մեկին։ Մենք եթե ընտրություններում 10% հավաք ինչպես չի տալու իշխանություն։ Ուղղակի չի տալու։ Նույնիսկ նշեցի երկու խումբ կհանի մեքենաներ կայերի, արդակարգ դրություն կմտցնի եւ կպայի։ Ինչ ենք անելու մենք։ Մենք էլ ենք փողոց դուրս գալու։ Դե այդ դեպքում եկեք հիմա դուրս գանք։ Ինչ ենք թողնում, որ ինքը հասնի ընտրությունների։ Եթե մեր մեխանիզմը փողոց դուրս գալն է, վաղվանից ավելի լավ որ չկա։ Եկեք հենց վաղը դուրս գանք։ Որովհետեւ այլ մեխանիզմ չկա։ Իսկապես դուրս չեն գալիս փողոց։ Եթե ասում եք կան մարդիկ, ովքեր պատրաստ են դուրս գալ։ Արդեն ընդդիմադիր ուժերի խնդիրն է այստեղ։ Այստեղ տեսեք, օրինակ եթե այդ առումով մենք գնանք, իմ կարծիքով 2025 թվականը ինքը նրանով էր կարևոր, որ ընդդիմադիր դաշտում ինքը բավականին այսպես սելեկցիայի դեր կատարվեց եւ այստեղ շատ բաներ շատ ավելի հստակ իրենց տեղը ընկան։ Եվ ես կարծում եմ, որ առաջիկայում այդ փողոց դուրս գալը կլինի եւ կլինի հենց իմպիչմենտի գաղափարի շուրջ։ Իսկ եթե կալանավորումներ լինեն մեծ թվով, ինչպես դուք եք ասում, սա չի ազդի ընդդիմության գործելավոճի վրա։ Այսինքն խոչընդոտի կոնկրետ հասկանում եմ։ Այդ դեպքում ընդդիմությունը ինքը պետք է շատ ավելի ճկուն լինի եւ ես վստահ եմ, որ այս ժամանակահատվածում նաեւ այդ որոշակի ճկունությունը ձեռք բերվեց եւ այդ ճկունության հաշվին ինքը պետք է կարողանա հարտակում եղած լիդերներին անընդհատ շատ արագ փոփոխել։ Ձերբակալեց 50 հոգու, հաջորդ 50-ը պետք է կա։ Ձերբակալեց 100 հոգու, հաջորդ 100-ը պետք է։ Իհարկե առանց պլանի մենք ինչ կարտավարական։ Եվ գուցե եւ նաեւ հենց այդ մարտավարական պլանների բացակայությունն էր, որ մենք չկարողացանք այս հրեշին կանգնեցնել եւ թողնել հասնել մինչեւ 2025 թվականը։ Հիմա այս ուղղությամբ քննարկումներ ընթանում են, կարծում եք։ Այո, վստահ եմ։ Համախմբում կլինի։ Վստահ եմ։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Շնորհակալ։ Զրուցում էի Գյումրեցի ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյան հետ։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։